Բարև ձեզ, եթերում 1000-ից հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօր Հայաստանում մեր կողքին տասնյակ հազարավոր անապահով ընտանիքներ են ապրում, եւ նրանցից շատերը հանապազօրյա հացի համար են պայքարում։ Նրանց կողքին կանգնելը ոչ միայն կարեկցանքի, այլև պատասխանատվության հարց է, եւ մեր այսօրվա հյուրը մարդ է, ով տարիների գործունեությամբ գալիս է ապացուցելու, որ սոցիալական աջակցությունը կարող է կյանքեր փոխել։ Հերմինե Անդրյանը այսօր մեր տաղավարում պատրաստ է խոսել վիճակագրական թվերից այն կողմ գտնվող իրականության եւ մարդկային ճակատագրերի մասին։ Բարև ձեզ, ես Հերմինե Անդրյանն եմ։ Այս տարիների ընթացքում օգնել ենք հազարավոր ընտանիքների, գնել ենք 49 դոմիկ տնակ, փոխանցել ենք մեր սոցիալապես ծանր վիճակում գտնվող հայրենակիցներին, այն ընտանիքներին, ովքեր որ տուն չեն ունեցել, տնից դուրս են հանել վարձը չվճարելու պատճառով, երեխաները հայտնվել են մանկատանը, օգնել ենք, որպեսզի երեխաները տուն վերադառնան եւ ապրեն ծնողների հետ։ Շատ ենք օգնում ընտանիքներին, օգնում ենք սննդով, հագուստով, տան վարձով, հոսանքի վարձով։ Բարեգործությունը կարելի ասել, ես երևի ինչքան որ ապրեմ, այդքան էլ կանեմ, որտեվ ես սրանով ապրում եմ, երբ որ տեսնում եմ, ասենք երեխաներին օգնում եմ, մի օր եթե ես հանկարծ մի ընտանիքի չեմ օգնում, Աստված վկա, այդ օրը իմ համար շատ տխուր օր է լինում, պարտադիր պետք է մի բան անեմ, որ ես ինձ լավը զգամ, կապ չունի, կարա լինի, ասենք իմ միջոցներով, կարա լինի ընկերներիս կամ ասենք հայրենակիցներիս, կարևորը որ ինչ որ մի ընտանիքի ինչ-որ մի հարցով օգնեմ ու օգտակար լինեմ։ Բազմաթիվ մարդիկ դիտելով այս հաղորդումները անհատապես օգնում են մեր հերոսներին։ Նախագծի գործընկերը Ձերժավա ընկերությունն է։ Ձեր դիտումը, մեկնաբանությունը կամ տարածումը անչափ կարևոր են մեզ համար։ Դրանով դուք ձեր մեծ ներդրումն եք ունենում ինչպես հաղորդման զարգացման, այնպես էլ մեր հերոսների խնդիրների հանրահռչակման եւ լուծումներ գտնելու հարցում։ Հերմինե, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը եւ ուրախ եմ ձեզ տեսնել այստեղ։ Հերմինե, մարդկային կարեկցանքը ասում են ամենամեծ հարստություններից մեկն է եւ ձեր կյանքին ու գործունեությանը փոքրիշատե ծանոթ լինելով կարող եմ ասել եւ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ դուք շատ հարուստ մարդ եք։ Ուզում եմ պատմեք, թե երբ եւ ինչպես սկսվեց, այս բարեգործությունը, ինչն էր այն կայծը, որից հետո որոշեցիք, որ պետք է օգնեք մարդկանց։ Սաթենիկ ջան, ասեմ, որ երևի 2 տարի առաջ էլ այս պատմությունը պատմել եմ, նորից պատմեմ, մի փոքր, ովքեր որ չեն ճանաչում ինձ։ Ես Հերմինե Անդրյանն եմ, ուզում եմ ասեմ, որ 9 տարի շարունակ զբաղվում ենք բարեգործությամբ, օգնում ենք սոցիալապես ծանր վիճակում գտնվող անապահով ընտանիքի երեխաներին, հատկապես այն երեխաներին, ովքեր իսկապես ունեն կարիք։ Այսօր որ ասում ենք անապահով, չի նշանակում, որ օրինակի համար վարձով ապրող ընտանիքը կամ ասենք տուն չունեցող ընտանիքը ինքը գտնվում է անապահով, մերը հիմնականում սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներն են, ովքեր ապրում են դոմիկ տնակների մեջ, ովքեր ապրում են մեքենաների մեջ, ապրում են շատ ծանր պայմաններում։ Այսինքն որքան էլ մենք ասում ենք անապահով ընտանիք, պատկերացնում ենք, որ զուտ հացի փող չունեն, բայց իրականում շատ ավելի վատ վիճակում եւ պայմաններում գտնվող մարդկանց պատկերացրեք, որ այո, սկզբից ես էլ ընդհանրապես գաղափար չունեի, որ ասենք իմ շրջապատում կամ ինձանից մի քիչ են կողմ, ասենք կարա ինչ որ ընտանիք լինի, որ ինքը օրերով հոսանք չունենա կամ տարիներով կամ ամիսներով, երբ որ ասենք տենց ինչ որ մի հատ պատմություն էինք լսում, զարմանում էինք, չէինք հավատում, ասում էինք ոնց կարա ասենք ընտանիքը 15 տարի օրինակ 15 տարի շարունակ հոսանք չունենա։ Անմիջապես կապնվում ենք, ասենք իրենց համայնքի ղեկավարի հետ, կապնվում ենք, ասենք համագյուղացիների հետ, ուղարկում ենք, ասենք մեր կամավորներից ինչ-որ մեկին, այցելում ենք կամ մենք ենք գնում ու տեսնում ենք, որ այո, իրականությանը համապատասխանում է ցավոք սրտի շատ ընտանիքներ գտնվում են շատ ծանր վիճակում։ Բայց ինչն էր առաջինը, որն էր առաջինը, ինչը ձեզ դրդեց զբաղվել այս գործով։ Իմ կյանքում էլ ինչ-որ մի դեպք տեղի ունեցավ, որից հետո մենք ապրում ենք քաղաք Երևանում, այնտեղից տեղափոխվեցինք Արարատի մարզ, Նոր Խալբերդ, երբ որ իմ աղջիկը արդեն հաճախեց դպրոց, այնտեղ հասկացանք, որ
կան երեխաներ, ովքեր հագուստներ չունեն։ Մի հագուստից, մի վերնաշապիկից սկսվեց այս ամեն ինչը, դրանից հետո արդեն ես որոշեցի, որ օգնեմ անապով ընտանիքներին։ Այդ ժամանակ դեռ Facebook-յան էջ չկար, մատնագլասնիկներ։ Գրում էի հայտարարություն, որ ով կարա մեզ հագուստ նվիրի, լիքը մարդիկ գրում էին, որ իրենք կնվիրեն, ես էլ դրանք բերում էի, լվանում էի, արդուկում էի, մեջները դե շատ է լինում, որ ասենք հինա կամ ասենք մաշվածա, դրանք հանում էի, մի փոքր մասը, որ ասենք մտածում էի, որ հա իսկապես կարամ ընտանիքին նվիրեմ, հետի տանում էինք եւ ընտանիքին էինք տալիս։ Դրանից հետո արդեն քիչ-քիչ ինքը ես երբեք չէի պատկերացնի, որ կարար հասներ, ասենք, այս մակարդակին։ Երբ որ Դուք նաև թևնոցներ եք, չէ՞, ես եթե անվանական թևնոցներ, հա, ու այցելում էինք մանկատներ, այնտեղ երեխաներին տանում էինք քաղցրավենիքներ, մրգեր, երեխաների հետ, ասենք, այդ ժամանակահատվածում, ասենք, Այդ թևնոցների պատմությունն էլ կպատմեք, դուք նաև անվանական թևնոցներ եք պատրաստում վաճառում եւ այդ գումարը ուղղում եք ձեր աղջկա դասարանի, հա, երեխաներին, ճիշտ է։ Այդ թևնոցները ճիշտն ասած պատրաստում էինք, այդ այդ թևնոցները, երբ որ ես պատրաստում էի, այդ թևնոցները վաճառում էի, այդ գումարով գնում էինք մանկատուն, լինում էինք Զատիկ մանկատանն ենք եղել մի քանի անգամ, հետո ինչ որ այնտեղ էլ միջադեպ տեղի ունեցավ, որից հետո ես հիասթափվեցի, էլ ընդհանրապես այնտեղ էլ չգնացի։ Ասում են աշխարհը փոխելու լավագույն ճանապարհը ինչ որ մեկի կյանքը փոխելն է, հա, դուք այս տարիների ընթացքում քանի մարդու օգնել եք, քանիսի ճակատագիրն եք փոխել։ Եթե անկեղծ տենց, որ հիմա ասեմ 1 կամ 2 հաստատ կստեմ, որովհետև այնքան շատ են, որ ես ինքս էլ չեմ հիշում։ Հաշիվը գործել եք։ Անգամ երբ որ մենք այս ամանորամիջոցառումը պատրաստում էինք, զանգահարեց ինչ որ մի հատ աղջիկ, ինձ ասեց հիշում եք դուք ինձ տարիներ առաջ ինձ օգնել եք, ես հիմա ուզում եմ ինքս մի փոքրիկ իմ լուման ունենամ, դուք օգնեցիք ես դառա Վարշավիր, այսօր ես ունեմ իմ իմ աշխատանքը, կարողանում եմ իմ երեխաներին ապահովեմ, խնդրում եմ, շատ չի, բայց 10,000 դրամով ուզում եմ ձեզ օգնած լինեմ, ու ես այնքան էի ուրախացել, ուզում էի հասկանալ, եթե որ ընտանիքն է, ով է, որովհետև շատ են Այ դա է ընտանիքները։ ուզում հարցնել, եղել են դեպքեր, երբ ձեր օգնությունը շրջադարձային է եղել ինչ որ ընտանիքի կամ անհատի կյանքում։ Շատ են այդպիսի դեպքերը եղել։ Իրականում հա, շատ է լինում, ասենք մենք սովորացնում ենք, ասենք կանանց վարսահարդարում, մատնահարդարում, դիմահարդարում, ու ասենք ես հետո երբեք չեմ գնա, ասենք ինչ որ մի հատ սալոն, այնտեղ ասենք բանանում սպասարկվեմ, պարտադիր ասենք ուզում եմ, որ հենց իրենք իմ մատերը սարքեն, իրենք ասենք իմ մազերը սարքեն, կամ ասենք դիմահարդարումով, այսօր էլ էլի նույնն էլի այդ բանն եմ արել, այն որը չգիտեմ, ասենք այն մարդու մոտ եմ եղել, ում որ տարիներ առաջ օգնել եմ, սովորացրել ենք, ու այսօր ինքը աշխատում է, մի քանի օրից կբացի իր վարսավիրանոցը, իր սալոնը փոքրիկ։ Հրաշալի։ Իսկ քանի տարվա արդեն պատմություն ունի ձեր այս բարեգործությունը։ Արդեն սա 9-րդ տարին է, 9 տարի շարունակ, հա։ Ինչ տեսակի աջակցություններ եք տրամադրում։ Բախվել ենք հազարավոր խնդիրների, շատ ծանր ընտանիքների ենք տեսել, իրենց ցավը նաև մեր ցավն ա եղել։ Այսինքն օգնում եք սնունդով, օգնում եք գումարով։ Օգնում ենք, շատ ենք օգնել ընտանիքներին, հա, այսպես ասեմ, հիմնականում որ ինքը անդադ հաճախակի օգնություն է, դա լինում է սնունդը, հագուստը, օգնում ենք երեխաներին ուսման վարձի հարցում, օգնում ենք նաև տան վարձերի հարցում, փորձում ենք օգտակար լինել այն ընտանիքներին, ովքեր իսկապես գտնվում են սոցիալապես շատ ծանր պայմաններում եւ իրենց կողքին չկա մարդ, ով կարա իրենց օգնի եւ այդ պայմաններից իրենց հանեն։ Ինձ համար ամենացավը տնա է, երբ որ ես տեսնում եմ, որ երեխան ծնող չունի, ասենք միակողմանիա կամ երկկողմանի ծնողազուրկ կա, կամ լինում են դեպքեր, որ միայնակ մայր ա լինում, արդեն էդի ոնց որ ասած ինձ համար մեծ հարված ա լինում, ուզում եմ ամեն կերպ ինչ որ մի բանով օգտակար լինեմ ընտանիքին, օրինակ այս նամակների հետ կապված, որ ասենք գրել եմ, խնդրում եմ սիրելի ծնողներ էլ մի գրեք նամակ, էլ տեղ չունենք, չենք հասցնում, դուք ինքներդ էլ եք տեսնում, դուք ինքներդ էլ եք այս ամեն ինչի մասնակից, ձեր շնորհիվ էլ լիքը բալիկներ այս տարի էլի նվերներ կստանան, ոնց որ անցած տարվա նման, մեկ էլ որ գրում են
երեխան պապա չունի, միայնակ մամայա կամ ինչ-որ մի բան, ասում դա ուղարկեք նամակը, ու դա հենց ինքը ասենք օր-օրի Թիվը վրա աճում է ու թիվը աճում։ աճում ու աճում, ահա, մարդիկ կան, որ նեղում են, վիրավորում են, չգիտեմ, ընտեղ անիծում Նույնիսկ են, հա, վիրավորողներ, անիծողներ ունեն։ անիծողներ էլ ունենք, որ Իսկն ում օգնություն չի հասնում։ իրանք ուղղակի գիտեք, պատկերացում չեն կազմում, որ ցավոք սրտի դիմողները շատ են, բայց օգնողները քիչ են, օգնողները քիչ, հա, ինչ առումով, զուտ նրա համար, որ մարդկանց այնքան են խաբել, խաբեբայությունն էլ է այնքան է շատացել, վստահությունը կորել է։ Վստահությունն է, որ ասենք այսօր չկա, դրա համար էլ չեն կարողանում օգնել, հետո որ տեսնում են, էլի նույն պայմաններում են, նույն կարգավիճակում են, դա էլ է մարդուն ստիպում, որ ասենք չօգնի։ Կամ օրինակի համար ընտանիքներ գիտեն, որ իրանք գտնվում են շատ ծանր պայմաններում, օրվա հաց չունեն, իրենք ամբողջ օրը TikTok-ում են, ամբողջ օրը live են անում, ու ասենք չէ որ այդ բարեգործն էլ, հա, ինքն էլ է մտնում այդ TikTok, տեսնում է տվյալ ընտանիքին ու ինքը ցավ է ապրում։ Ասենք ոնց կարա այդ տվյալ անձը, ասենք իր օրվա դժվար աշխատած գումարը հատկացնի մի ընտանիքի, որ ինքը ամբողջ օրը TikTok-ի մեջ է ու live են անում, մեկը մեկին վիրավորում, նվաստացնում, կռիվներ։ Այդ live-երը, որ ես տեսնում եմ, ուղղակի հիասթափվում եմ, հենց առաջինը նման ընտանիքներին հանում եմ ցանկից, էլ չեմ օգնում իրենց։ Հերմինե, Հայաստանում այսօր աղքատություն, ծայրահեղ աղքատությունը մոտ 1% է, չնայած այսօրվա իշխանությունները փոխել են հաշվարկելու մեթոդը, որ այդ թիվը մի փոքր նվազի, բայց բնավ իրականություն դրանից չի փոխվում, հա։ Այսինքն մոտ 3000 ընտանիք այսօր ապրում է ծայրահեղ աղքատ վիճակում։ Սա փոքր թիվ չէ։ Եվ ուզում եմ հարցնել, ինչ դեպքերի եք հանդիպել, երբ որ այսպես խորապես զգացել եք այդ անապահով աղքատ ընտանիքների իրական ցավն ու դժվարությունները, որ ձեր վրա ամենամեծ հետքն է թողել, ամենաշատն է ցավեցրել։ Նայեք, օրինակ համար 21-րդ դարում, եթե իմ կամ ձեր կամ մեր շրջապատում ինչ-որ մի երեխայի, ասենք, մի րոպեով, հա, հոսանքը անջատում են, իրանք ասենք, սենց, չգիտեմ, խոճապի են մատնվում, ինչի հոսանք չկա, պատկերացրեք 15 տարի շարունակ երեխան, որ ասենք ինքը հոսանք չունի։ Ես ուզում եմ հասկանամ, ասենք ֆինանսն է պատճառը, ինչն է պատճառը, որ հոսանք չունեն։ Չէ, այստեղ առաջին հերթին ոչ թե ֆինանսն է, ավելի լուրջ խնդիրներ կա, ոչ թե ֆինանսն է, այլ այդ տունը, որ իրենք հիմա ապրում են, այդ տունը իրենցը չի, իրենց այդ իրենք ապօրինի մտել են այդտեղ, 15 տարի շարունակ ապրում են ու առանց հոսանքի։ Իսկն կոմունիկացիաները չկան այդտեղ, հա։ Բաժանորդ չեն, իրենք պարզապես այդ տունը ում որն է, այդ տվյալ անձը ինքը Հայաստանում չի ապրում, դե պարզ է, պետքա տվյալ, հա, այդ բանը տանտերը ներկայանա, դիմում գրի, որ բաժանորդ դառնան, իրենք չեն կարող ոչ մի բան անեն, որովհետև իրենք ապօրինի են ապրում այդտեղ։ Բայց պետությունը, ասենք, չգիտեմ, ասենք, համայնքի ղեկավարը, քաղաքապետը ինչ-որ մի բան կարող էլի ձեռնարկել, որ այդ երեխաները այսքան տարիներ շարունակ մտության մեջ չլինեն։ Ես անկեղծ չէի հավատում դրան, մինչև որ չճշտեցի ու ես շոկ ապրեցի, ոնց կարան, ասենք, 15 տարի շարունակ, ասենք, եղել են, ասենք, օրինակի համար 8 երեխա, ու ասենք եղել են երեխաներ, որ դեռ ծնված չեն եղել, ասենք այդ երեխաները ծնվել են մթության մեջ, մինչև առայսօր իրանք մթության մեջ են։ Դա ուղղակի ցավոտ բան է։ Նաև ունենք ընտանիք, որ իրենք այս բայդրությամբ ապրում են էլի դոմիկ տնակի մեջ, քանի տարի շարունակ իրանք հոսանքի գումար չունեն, քանի որ հոսանքների բաժանորդները բավականին թանկացել է, դարել է 250,000 դրամ, 50,000 դրամի փոխարեն։ Մեր բարեգործներից երկու հոգի, ովքեր ապրում են Սփյուռքում, իրենք երեխաները Ձմեռ պապիկին երբ որ նամակ էին գրել էին, որ Ձմեռ պապիկ շատ են խնդրում, ինչ կլինի այս տարի մենք էլ ունենանք հոսանք ու ամանորը դիմավորենք հոսանքով, մեզ ուրիշ նվեր չենք ուզում, ու այդ նամակը ինձ համար իրականում շատ ցավոտ նամակ էր, երբ որ մաման գրում էր, ես չէի պատասխանում, բայց պատկերացրեք, որ ինչքան նամակներ որ գալիս է, ես այդ բոլոր նամակները կարդում եմ, անկեղծ ասած, ու չկարողացա որ այդ նամակը ես էջում չտեղադրեմ ու այդ նամակին ընթացք չտամ, որովհետև ասենք երեխան ոչ խաղալիք ուզեց, չգիտեմ, ոչ քաղցրավենիք, ոչ ինչ-որ մի բան, որ իրան պետքա, երեխան պարզապես ուզեց, ասենք, հոսանք, հոսանքի ինքը չուզեց հոսանքի գումար, ինքը ուզեց հոսանք,
Ձմեռ պապիկ ասաց, ես գիտեմ, որ դու հրաշքներ կատարում ես, խնդրում եմ, այս հրաշքը բեր մեր տուն։ 21-րդ դարում էլեկտրաէներգիա ունենալը հրաշքի պես բան է դարձել Պատկերացնում եք, երեխաներին, սա ասենք ամոթալի է։ ինչքան ցավոտ է այս ամեն ինչը, երբ որ ասենք դու բախվում ես իրականության հետ, սա է ամբողջ մեր խնդիրը, ու ես նորից եմ ասում, համայնքի ղեկավարները պետքա աշխատեն, լիքը աշխատելու տեղ ունեն իրանք, չեմ ուզում ընդհանրապես ասենք խոսեմ ոչ մի բանի, ոչ մեկի հետ կապված, որտեվ ես անկեղծ չգիտեմ էլ ասենք այդ համայնքի ղեկավարները էլի ունեն, իրենք են ունեն լիքը արած բաներ, բայց այս որ ես սա եմ տեսնում, ես սա եմ բարձրաձայնում։ Հերմինե, խոսեցինք նամակներից, ես ուզում եմ նաև ասել, որ դուք ամեն տարի ամանորին ընթരാճ անապահով ընտանիքներից հավաքագրում եք նամակներ։ Այո։ Երեխաները իրենց ցանկություններն են գրում, նվերներ են ուզում եւ այդ նամակների բովանդակությանը մասամբ ես էլ եմ ծանոթանում։ Եվ իսկապես շատ ցավալի նամակներ կան, նամակներից մեկում երեխան վերմակ էր խնդրել ձմեռ պապիկից, գրել էր, որ մայրիկի հետ է քնում նույն վերմակով, մայրիկը մսում է, այսինքն մայրիկի համար էր վերմակ խնդրել։ Իսկապես այս ամեն ինչի հետ շփվելով, այս ամեն ինչի մեջ լինելով, ձեր վրա ինչպես է ազդում։ Ձեր մարդ տեսակը ինչպես է փոխում։ Նայեք, այս ընտանիքը երբ որ գրել է, որ իրանք վերմակ չունեն ու լեժանկա չունեն, երեխաները էլի 8 երեխաներ են, ովքեր ապրում են սոցիալապես շատ ծանր պայմաններում, ապրում են Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում, այդ բնակարանը մենք ենք իրենց համար գնել, էլի Արցախից տեղահանված ընտանիք են, հայրը զինվորական է, ու շատ ծանր պայմաններում են ապրում, ունեին բավականին մեծ վարկեր, օգնել ենք իրենց վարկերը, որ հարկադիրները մարվի, որ կարողանան իրանք ձեռք բերեն բնակարան ձեռք են բերել, բայց չեն ունեցել վերմակ, ես չգիտեի անգամ պատկերացեք կան նենց ընտանիքներ, որ ասենք երբ որ օգնում ենք բնակարանը ձեռք են բերում, իրենք ոնց որ ասած շնորհակալ են լինում, էլ չեն ուզում քեզ անհանգստացնեն, որտեվ գիտեն, որ ասենք ավելի շատ կարիքավոր ընտանիքներ կան, իրանք սենց են մտածում, արդեն մեզ օգնել է այսքան, թող մեկ այլ ուրիշ ընտանիքի օգնի։ Երբ որ այդ նամակը ինձ ուղարկեց երեխան ու ես կարդացի այդ նամակը, ես սկսեցի ահավոր լացել, հասկացա, որ ճիշտ է, ես իրենց ինչքան հիշում եմ, ես իրանց վերմակներ էլ էի տարել, բայց իրանց տունը ինչ որ այդ բան է, որ ընկնում է, ինչ որ այդ ինչ են ասում, Միջատները։ հա ինչ որ մի բան կա, որ ընկել էր իրանց տուն, այդ ամբողջ իրենց հագուստների ու այդ շորերին է անցել, թախտաբիթի են ասում, հա ինչ որ բանի տենց Միջատներ են շատ փետի, հա փետի ինչ որ բան են, հա միջատներ են։ Դրա համար իրանք այդ վերմակ, ես չգիտեի, որ իրանք վերմակ չունեն, եթե ես իմանայի, ես արագ այդ հարցին լուծում կտայի, ու ցավը այնտեղ նա էր, որ ինքը ասեց, որ մաման մենք որ քնում ենք, մամա մեզ է ծածկում, հետո որ մենք մամանա քնասինում, մենք ենք իրան տանում ծածկում այդ վերմակով, ես ահա որ ցավ ապրեցի ու երեխեքից մեկը որ ասաց մեջքս ցավում է, գետնին եմ քնում, որովհետև չեմ ուզում միշտ տնեցիկին ասում եմ, որ այդտեղ ավելի հարմար է, բայց ունեղ ինքը ներկայացնում է, հա, որ ոչ թե իր համար հարմար է, զուտ տենց ասում, որ իր մաման չնեղվի։ Ու երեխան ընդամենը լեժանկա էր ուզում, նորից եմ ասում, ոնց որ կրկնվեմ, բայց երեխաները իրանց համար, հա, պետքական բաներ չեն ուզում։ Ոնց որ իրանց ծնողների հոգսը, մանկական տարիքին համապատասխան խաղալիքներ ու քաղցրավենիք իրանք իրանց ծնողների հոգսը վերցրել են իրանց ուսերին, կոպիտ ասած, ու ուզում են ինչ-որ մի բանով իրանց ծնողներին օգտակար լինեն, ու չգիտեն էլի ոնց օգնեն իրանք իրանց ծնողներին։ Հերնե, երբ որ մարդը աշխատում է խնդրի հետ, տարբեր, հա, խնդիրների հետ, իր մեջ այսպես պատնեշ է կարծես թե կառուցում, որ այդ խնդիրը շատ իրեն չվնասի, հա, մասնագիտական տերմինով եթե ասենք, մասնագիտական այրում չառաջացնի։ Ձեր դեպքում դուք շատ զգայուն եք եւ այդ բոլոր խնդիրները հասնում են ձեր հոգու խորքը։ Սա ձեր կյանքի որակի վրա չի ազդում։ Սիաթենիկ ջան, իրականում շատ ասել, ես ունեմ շատ լուրջ առողջական խնդիրներ, մի շարք խնդիրներ են, որ չեմ ուզում այս ընթացքում եք ձեռք բերել, հա, այս տարիների ընթացքում եմ ձեռք բերել, այս տարիների ընթացքում ես ունեմ ընկերուհի, միշտ իմ ընկերուհին ասում էր Հերմինե, օգնությունը տուր ու անցի, մի խորացի, քեզ պետք չէ որ խորանաս, մի օր այդ ամեն ինչը քո առողջությունից է։ Բայց դու չես կարողանում այդպես անցնել։ Բոլորի հետ առանձին ապրում ես, այն ամեն ինչ որ տեսնում ես, դա բավականին մոտ ես ընդունում քո սրտին եւ իրականում ես չկարողացա, հա, իրանց այդ խորհուրդը ընդունել ու հենց այդ խորհրդով շարժվել, որ ասենք ես ընդհանրապես օգնությունը ուզել են, օգնությունը տամ ու անցնեմ առաջ։ Հետադարձ կապ ես պահում իրենց հետ։
ընտանիքներին կան ընտանիքներ, այո, որ մինչև առեսօր իրանց հետ ես աշխատում եմ, իրենց հետ թե ուրախության եմ մասնակցում, թե տխրությանը, իրանք դարձել են ինձ հարազատներ, նույնիսկ երեխաներ ինձ մորաքույր են ասում, այսպես իրանք ինձ համար շատ հարազատ երեխաներ են դառել։ Կան ընտանիքներ, որ ընդհանրապես իրենց հետ չեմ էլ առնչվում, զուտ ինչի համար, երբ որ ընտանիք գրում էին, հա, անդադ օգնություն էին ուզում, օգնություն էին ակնկալում։ Ես ինքս բացեցի մի հատ մաքրության օֆիս, ասեցի լավ, վերջապես, ինչքան պետք է այս մարդկանց առել ենք հողատարածքը, նվիրել ենք տոմիկ տնակները ու ասենք ինչքանով կարողացել ենք վերանորոգել ենք, կահավորել ենք, տվել ենք իրենց, թող գնան ու աշխատեն, էլի։ Ապրուստի միջոց ինքնուրույն վաստակ Է որ ես գնացի բավականին մեծ տեխնիկաներ, թանկ, նյութեր, ամեն ինչ, որ իրանք կարողանան գնան աշխատեն։ Բացեցինք այդ մաքրության օֆիսը, դրեցինք այդ Facebook-յան էջը, երբ որ արդեն մարդիկ գրեցին, զանգահարեցին, ասենք աշխատողներ էին ուզում, մարդիկ չէին ուզում աշխատեին, իրանք սովոր են արդեն, հա, այս ամեն ինչին ու կային ընտանիքներ ու ես նոր նշեցի, որ ընտանիքներ կան, որ ում հետ որ մինչև առեսօր կապս պահում եմ, այդ աղջիկը ինքը քիմիայով հիվանդ, ասենք որ քիմիա էր ստանում, ինքը գնում էր մաքրություն էր անում, որ կարողանար իր երեխային պահել, ոնց կարա այդ ընտանիքին չօգնեի։ Իրականում այս գործի մեջ նաև շատ դժվար է այդ տարանջատումը, իսկապես գտնել ով է խափում, ով չի խափում, ով իսկապես ունի դրա կարիքը, ով է կեղծ, շատ ես հիասթափություններ ունենում, ինչպես ես կարողանում զտել եւ ինչ հիասթափություններ ես ունեցել, ինչպես ես կարողացել, հա, այս ամենը հասակակել։ Ասեմ ոնց ես կարողանում, սկզբից իրանք ես կարան շատ հեշտ ու հանգիստ խափեն, իրանք ես տանեն ներկայացնեն մի հատ տեղ, որտեղ որ դա ընդհանրապես իրենցն էլ չի, կամ ցույց տան երեխաներ, որ այդ երեխաներն էլ իրենց չի։ Նույնիսկ այդպիսի դեպքեր ես, հա, առանց։ Փառք Աստծո, հիմա մենք այն որ ասենք տարիներով, ոնց որ ասենք այս տարիների ընթացքում փորձ եմ ձեռք բերել, երբ որ ասենք ընտանիքը դիմում է ու ասենք ինչ որ sense սրտաճմլիկ ինչ որ վիդեո է ուղարկում կամ նկար է ուղարկում կամ ինչ որ նյութ է գրում, ես իրան հարցնում եմ հասցեն հեռախոսահամար, ինքը հասցե հեռախոսահամար իրանց տվյալներն է տալիս, կապնում եմ տվյալ համայնքի ղեկավարի հետ, արագ գրում եմ Google-ով, ասենք օրինակի համար Քարակերտի գյուղապետնա կամ ասենք չգիտեմ Նոր Կեսարի գյուղապետնա կամ չգիտեմ Մասիսի քաղաքապետարանա, գտնում եմ սոցաշխատողին, կապնվում եմ, ընտանիքի տվյալները տալիս եմ ու հարցնում եմ, խնդրում եմ պատմեք ընտանիքի մասին, իրականում ընտանիքը ինչ օգնություններ է ստանում, ինչքան աջակցություն է իրանց տուն մտնում, ինչ ֆինանս է մտնում, ովքեր են աշխատում տանը, քանի անդամ են, ու հենց արդեն հասկանում եմ, այս ընտանիքին ես կարամ ընդգրկեմ, ասենք մեր անապով ընտանիքների ցանկի մեջ, թե ոչ։ Բայց դու շատ մեծ թվով նամակներ ես ստանում, այդպես բոլորի հետևից գնում ես։ Նամակների պահն ասեմ, Սաթենիկ ջան, ուրեմն մենք ունենք նաև բացված բան, ինքը WhatsApp գրուպ է, ինքը chat է, հա, այնտեղ բոլոր այդ ովքեր որ մեզ դիմել են, բոլորի հետ այո հաթաթ խոսել ենք, մեր կամավորները խոսացել են, Երջանիկ Սարգսյանը, որ ասենք իմ աջ ձեռքն է, ամեն հարցում ինքը ինձ օգնում է, այո, այն որ ոչ մի տիպի որ ժամ ուզում ա լինի, մարդը ասենք ասկանում է նաև որ անհատապես է գնում ծանոթանում։ Անհատապես այցելում է, տեսնում է, որը որ ասենք տեսնում ենք, որ իսկապես շատ կարիքավոր է, որ արդեն ոչ թե պետքա օգնենք, ասենք 10,000 կամ 15,000 դրամի սահմանում, այլ մեծ գումարի մասին է խոսքը, որը որ օրինակ նոր նշեցի այդ հոսանքը, որ տարիներ շարունակ ապրում են դոմիկ տնակի մեջ ու իրանք հոսանք չունեն։ Սա երկրորդ ընտանիքն է, որ ասացի երեխաներից այդ ամանորյա այդ նվերը արդեն պատրաստ է, մնում է որ մի քիչ ասենք մեր բանը, հա, այդ հեցի այդ նորնությունը ընթառաջի, որ դիմումը արագ գրվի, գոնե երեխաները այս ամանորին այդ դոմիկ տնակում ունենան հոսանք։ Շատ լավ, ինչքան նամակներ եք ստանում։ Շատ թիվ համար կա։ Չէ, շատ են, բայց այս տարի որոշել ենք ընդամենը օգնենք 500 երեխայի։ Ընդամենը 500 երեխայի, որովհետև ես ինքս էլ նոր նշեցի, որ ունեմ բազմաթիվ լուրջ առողջական խնդիրներ, դրա հետ մեկտեղ նաև շատ լուրջ հիշողության կորուստ կա իմ մոտ, չեմ ուզում կոպիտ ասած, ասենք նամակներ վերցնեմ ու այդ նամակները մնան անպատասխան, դրա համար չեմ ուզում անգամ այդ նամակները բացեմ ու կարդամ, որովհետև այդ 500 ներողություն, այդ 500 երեխաները ամանորին նվեր պիտի ստանան, չէ՞ դրա մասին։ Այո, ամանորին են իրենք նվերներ ստանալու, ասեմ որ մենք
ունենք տարվա մեջ 2 անգամ եմ դիմում մեր այդ բարերարին, պարոն Մարկոսյանին, որ ինքը տարվա մեջ 2 ոնց որ ասած կարամ էլի դիմեմ, բայց ես ինքս ինձ թույլ չեմ տալիս, հա։ Այս տարի օրինակ ինքը օգնեց 173 երեխայի, դա բերանով է կազմում, բավականին մեծ թիվ է կազմում, մեկ էլ դիմում եմ սեպտեմբերի 1-ին, որ էլի երեխաներին օգնի գրենական պիտույքներով եւ հագուստներով։ Հերմինե, այս նախատոնական միջոցառումը դուք ամեն տարի անցկացնում եք դեկտեմբերի 27-ին։ Դեկտեմբերի 27-ը ձեր ծննդյան օրն է։ Ինչու եք հենց այսօր ընտրել։ Սաթենի ջան, դեկտեմբերի 27-ը իմ ծննդյան տարեդարձն է, նաև իմ չծնված բալիկի ծննդյան տարեդարձն է։ Սա արդեն 9-րդ տարին է, որ ես ընդհանրապես ծնունդ չեմ նշում, սուտ իմ ծնունդը նշում եմ նման երեխաների հետ։ Ու ինչի եմ ուզում, որ գտնվեն իսկապես սոցիալապես ծանր վիճակում գտնվող երեխաներ, որովհետև այդ օրը ինձ համար շատ կարևոր օր է, ու ուզում եմ հենց այդ օրով այն երեխաները ուրախանան, ովքեր որ իսկապես դրա կարիքը ունեն։ Նորից եմ ուզում նշեմ, կապ չունի ազգությամբ հայա, ռուսա, եզդիա, թե արցախցիա, իրականում լինեն իսկական կարիքավորները, ում ծնողները, որ իսկապես չունեն այդ հնարավորությունը ու իրենք չեն կարողանալ իրենց բալիկին գնեն այդ 5000 դրամանոց նվերը ու ասենք ամանորյա այդ քաղցավենիքի տուփը, որ ասենք այդ երեխեքը այդ օրով գոնե մի փոքր ուրախանան։ Դա է զուտ պատճառը։ Իսկ ձեր երեխաները ինչպես են վերաբերվում ձեր այս գործունեությանը եւ այն փաստին, որ ձեր տարեդարձը չեք նշում։ Չեմ ուզում դրա մասին ընդհանրապես խոսեմ, իրենք ընդհանրապես ինձ նման չեն, որ իրանք միշտ էլ բողոքում են ու միշտ ասում են, որ մենք մեծացանք, աղջիկս արդեն 21 տարեկան է, տղես հիմա զինվորական է, ծառայում է։ Ամփոփանք ծառայություն ձեր տղային։ Շնորհակալ եմ շատ։ Այս 10 օրով ինքը եկել էր, բայց այս 10 օրվա երեք ես իրեն տարաճանապարհեցի։ Ճանապարհին հետ գալուց ես մենակ լացում էի, ասում էի, միթե այս 10 օրը այնքան արագ անցավ, ես այնքան ծանրաբեռնված էի, որ ես չկարողացա իմ երեխայի հետ գոնե մի օր անցկացնեմ։ Ու մի բան հիշեցի իմ աղջկա ասած բառերից, որ ասաց մամ, ես ու ապերը մենք մեզանով մեծացանք, մենք մանկություն չտեսանք։ Ես միշտ ասում եմ, նախար ինչ ա եղել, ամեն ինչ ունեք էլի փառք Աստծո։ Ասաց մամ, բայց դու մեզ չկարացիր ժամանակ տրամադրես։ Մեզ մի անգամ իմ աղջկա ծննդյան տարեդարձին էլ անգամ ես էլի անապով ընտանիքի երեխեքի ներառեցի։ Իմ աղջիկը սկսեց լացել իր դասընկերների հետ, որ եկել էին մանկական սրճարաններ, ասաց մամ, ինչի անապով ընտանիքի երեխեք։ Ասին նան ջան, դու որ մի քիչ մեծանաս այդ ժամանակ կհասկանաս, հիմա չես հասկանա։ Ու այդպես իրենք ուղղակի արդեն համակերպվել են, հա։ Չնայած օրինակ անցած տարի իմ աղջիկը ստացավ իր աշխատավարձը 200,000 դրամ, առաջին աշխատավարձն էր, ասեցի ինչ ես ուզում անենք, ինքն ասեց մամ ուզում եմ մի փոքր նվիրաբերեմ եկեղեցում մի մաս ուզում եմ գնանք Զատիկ մանկատուն, այնտեղ երեխաներին քաղցրավենիքներ տանենք։ Այդ մի դեպքներ, հա, երեխես ճիշտ ասած գնաց այնտեղ էլ ահա որ հիասթափվեց, մեծ հիասթափություն ապրեց։ Ես իրան ասացի, բալես դեռ այնքան հիասթափություններ կապրես, պետք չի որ ասենք սրանով մտածես, որ էսի վերջն է։ Լիքը տենց բաներ կարա լինի։ Ձեր ամենամեծ հիասթափությունը ո՞րն է եղել այս գործի մեջ։ Իմ ամենամեծ հիասթափությունը Սաթենի ջան է եղել, երբ որ մի հատ ընտանիք կա, որ ապրում են շատ ծանր պայմաններում, վարձը չեն կարողացել վճարեն, ու մինչև հիմա ես իմ տեղը չեմ գտնում, ինչ իրանք նման ձև վարվեցին էլի իմ հետ։ Երեխաների տարան մանկատուն, երեխաները գնացին հովի աջակցման կենտրոն, այնտեղ մանկատուն հիմա ասվածը այնց ճիշտ չի։ Ժամանակավոր տեղափոխվեցին հովի աջակցման կենտրոն։ Սուրանքյան հետ մեկտեղ բերեցինք ընտանիքին օգնելու համար, գնացինք Դոմիկ տնակ, դիմեցինք Մասիսի քաղաքապետին, հատկացրեց հողատարածք, Դոմիկ տնակը բերեցինք, վերանորոգեցինք մի շարք բարերարների օգնությամբ, կահավորեցինք, տվեցինք ընտանիքին 4 անչափահաս երեխաներ, մայրն ուներ տեսողության հետ կապված խնդիրներ։ 2 ամիս անց երեխաների մայրիկին ընդհանրապես չէին կարողանում ճանաչենք։ Այն մայրը, որը որ ասենք ներկայացել էր, պատմել էր իր պատմությունը ու ասենք այդ վարչական ղեկավարը, ով որ մեզ դիմել էր նորաբացի
վարչական ղեկավարը Մարգարը, որ խնդրել է, որ ընտանիքին օգնենք, ինքն էլ էր ապշել մի այլ կարգի։ Այսինքն իր վրա էր ծախսել Ինքը գումարը։ ոչ թե իր վրա էր ծախսում, ինքը արդեն վատ ճանապարհ էր ընտրել, որը որ մեզ համար, հատկապես ինձ համար անընդունելի էր այդ ամեն ինչը։ Երեխաների աչքի դեմ խմել, ծխել, չգիտեմ, մի խոսքով ինքը իրան շատ վատ պահեց։ Վերջում էլ այդ տոմիկ տնակը թողեց, լրիվ ավիրեց, փչացրեց, թողեց այտենց շատ վատ պայմաններում, շատ վատ վիճակում թողեց ու ինքը գնաց ինչ որ երեխաների հետ նորից վարձով ապրելու, որտեղ արդեն բարեգործներ կային, ովքեր իրեն օգնում էին, ֆինանսավորում էին, հենց որ իրանք ֆինանս են ստանում, արդեն մի այլ կարգի իրանք փոխվում են։ Չնայած այդ տոմիկ տնակը արդեն փոխանցվել է մեկ այլ ուրիշ ընտանիքի։ Հերմինե, մեր ներկայի վրա հաճախ անջնջելի հետք է թողնում անցյալը, հա, իսկ մանկական տրավմաները մանկության ավելի դժվարությամբ ենք կարողանում հաղթահարել։ Ձեր մանկությունը ինչպիսին է եղել։ Արդյոք լավ մանկություն եք ունեցել, թե մանկության տրավմաներ այնուամենայնիվ եղել են, ծանր մանկություն եք ունեցել։ Իրականում ես էլ շատ ծանր մանկություն եմ ունեցել, ես միշտ մտածել եմ, եթե գա մի ժամանակահատված, որ ես ունենամ հնարավորություն, որ կկարողանամ օգնեմ ինչ-որ մի երեխայի, ես հաստատ այդ հնարավորությունը իմ ձեռքից բաց չեմ թողնի, ու փառք Աստծո, այսօր ես ուրախ եմ, որ ունեմ այդ հնարավորությունը եւ օգնում եմ այն երեխաներին, ովքեր իսկապես ունեն այդ ամեն ինչի կարիքը։ Այսինքն դուք եք ունեցել այդ ամենի կարիքը եւ այսօր։ Այո, ես էլ այդ ժամանակ ունեցել եմ այդ ամեն ինչի կարիքը։ Ես էլ երբեք չեմ ունեցել խաղալիք, որտեվ իմ մաման էլ մեզ շատ դժվարությամբ է պահել, իմ պապան չկա, ես պապա չունեմ։ Դրա համար զուտ ես ուզում եմ օգնեմ այն բալիկներին, ես էլ ամանորին նվերներ չեմ ստացել։ Դա ոնց որ ասած շատ ցավոտ ու տարիների մեծ ինքը շատ խորը վերք ունի էլի, չեմ ուզում շատ դրա մասին խոսեմ։ Իսկ եղել են դեպքեր, օրինակ, երբ որ չեք կարողացել օգնել ինչ-որ մեկին եւ հետք է թողել, ձեր վրա ծանր եք տարել եւ ամեն գնով աշխատել եք լուծել այդ խնդիրը եւս։ Նայեք, Սաթենիկ ջան, ամեն դեպքում, երբ որ ասենք ինքը դե բարձա 19,000 հետևորդ, լիքը ասենք մարդիկ կան, ովքեր որ տեսնում են, շատ ալինում դեպքեր, որ մարդիկ գրում են, որ իրանք ուռուցքով հիվանդ են, քիմիայի գումարա պետք եւ այլն, մի անգամ ես դրա մեջ խորացա այն աստիճան, որ այդ տվյալ անձին ինձ համարեցի շատ հարազատ մարդ, իր այդ ամբողջ ցավը, իր այդ ամբողջ տառապանքը, ոնց որ ասած մենք միասին իրար հետ միասին էինք անցնում, հիվանդանոցներ էի գնում ու ամեն իր մի լավ բանը, ոնց որ ասած ինձ համար նոր ոնց որ ասած նոր լույս էր, նոր լուսավորություն էր, ուրախանում էի, որ ինքը լավանում է։ Եկավ մի ժամանակահատված, նույնիսկ որ ինքը զանգահարեց ինձ կանչեց, բա Հերմինե, արի լավ բան եմ ասում։ Կոկորդի վրա արդեն ինչ որ գունդ կար։ Ինքը ինքան էր ինձ հավատում, ասաց խնդրում եմ ինչ կնի ձերքը տնես ու աղոթես ինձ համար։ Ես ձերքս պարզապես դրեցի Աստծուն, խնդրեցի, որ Տեր խնդրում եմ օգնի Էլլային, թող Էլլան ապրի, շատ եմ խնդրում։ Զանգեց, ասաց Հերմինե ջան, էլի արի բան եմ ցույց տալիս, գնացինք տեսանք այդ ուռուցքը իրականում փոքրացել էր։ Այնինչ այդ ուռուցքը ոչ թե ինքը փոքրացել էր, այլ ներսից իրեն քայքայում էր, բայց մենք չէինք հասկանում ինչ է կատարվում։ Ու ինքը մահացավ։ Եվ մեծ հետք թողեց ձեր։ Ինքը երբ մահացավ, ես ինքս ինձ խոստացա, որ էլ երբեք ովքեր որ ինձ դիմեն, ասենք այդ հարցով, որ քիմիայի գումարով օգնեն կամ ինչ որ հիվանդության հետ կապված, ես ընդհանրապես ոչ մի ընտանիքի հետ չեմ ուզում շփվեմ, ոչ էլ առնչվեմ, ոչ թե նրա համար, որ իրանց ցավը ասենք ինձ համար ցավ չի կամ ասենք չեմ մտածում իրանց մասին, զուտ ինքս ինձ պաշտպանելու համար։ Իրականում հա, շատ մեծ ցավ էր ինձ համար։ Ես օգնեցի իր տունը վերանորոգեցինք, կահավորեցինք ու ինքը ցավոք այդ տունը չվայելեց, մահացավ։ Իրականում այն աշխատանքը, որ դուք եք անում կողքից, որքան էլ բարդ թվա, շատ ավելի բարդ է եւ կողքից դժվար է պատկերացնել այդ բարդությունը, հա, որովհետեւ 24/7 ռեժիմով դուք նամակների եք պատասխանում, ձեր ամբողջ հոգսը, առօրյան ուրախությունը, տխրությունը ամենը կապված է այս գործունեության հետ։ Էյնշտեյնը ասում էր, այն կյանքն է արժեքավոր, որը ուրիշին է նվիրվում։ Դուք համաձայն եք այս մտքի հետ։ Իհարկե համաձայն եմ ու մի բան էլ կարամ ասեմ, այնտեղ ասենք, որ մարդիկ գրում են
մենք հնարավորություն չունենք օգնելու, կարա մի բան ասեմ, որ ասենք մարդուն օգնելու համար պարտադիր չէ որ հարուստ լինես, պարզապես մի փոքր բարի սիրտ ունենաս, դու հաստատ կարողանաս այդ մարդուն օգնես։ Այսօր ասենք պետք չէ որ մեծ, չգիտեմ, ինչ որ մեծ գումարներ կամ ինչ որ տուն կամ մեքենա ինչ որ բան նվիրես, անգամ մի հատ հացներ, հա, դա արդեն կոչվում է բարեգործություն։ Բարի գործի դրսևորում։ Ձեր գործունեության մասին ինձ թվում է ժամերով, օրերով կարելի է խոսել, մեր եթերաժամանակը պարզապես թույլ չի տալիս, եթե ունեք ավելացնելու բան։ Միայն մի բան կարամ ավելացնեմ, Սաթենիկ ջան, եղել է շատ դեպքեր, որ հիասթափվել եմ, բայց նորից ոնց որ ասած ու ինձ ասում էին ընկերներս, բա դու ասացիր, որ չեմ անի, ես չեմ կարողանում որ չանեմ, ես մտածում եմ, եթե ապրեմ մի տարի, 2 տարի կամ 10 կամ 1000 տարի, կապ չունի, ասենք աստվածավորոշումով ինչքան է ապրելու, ես միանշանակ կօգնեմ երեխաներին ու կլինեմ երեխաների կողքին։ Աստված ձեզ թող առողջություն տա եւ ուժ, որ կարողանաք ձեր բարի գործը շարունակել եւ վարակիչ դարձնել մյուսների համար։ Շատ շնորհակալ եմ, որ Ես եմ շատ շնորհակալ։ Շնորհակալություն։ Իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրը բարերար Հերմինե Անդրեանն էր։ Դուք նույնպես կարող եք մեր հաղորդման մեկնաբանությունների դաշտում կիսվել ձեր պատմությամբ եւ մենք այն նույնպես կներկայացնենք։ Նախագծի գործընկերն է Ձերժավա ընկերությունը։ Բազմաթիվ մարդիկ դիտելով այս հաղորդումները անհատապես օգնում են մեր հերոսներին։